Բարի լույս։ Հոգևոր նախաճաշը շարունակվում է։ Ընդառաջ շատերիդ նամակների, խնդրանքների, պահանջի հոգևոր նախաճաշը պետք է շարունակվի, որովհետև հասկանալի է, որ այն իր հոգևոր օգտակարությունն ունի յուրաքանչյուր մեկի կյանքի մեջ։ Ես փառք եմ տալիս Աստծուն դրա համար եւ շնորհակալ եմ ձեզ, որ այսքան փոքրիկ ծրագիրը կարևորում եք ձեր կյանքի մեջ, մանավանդ առավոտյան այն լսելու եւ նրանից օրինակ վերցնելու կամ դասեր քաղելու համար։ Նախ եւ առաջ անդրադառնանք այսօրվա ընթերցմանը։ Մատթեոսի ավետարան 10-րդ գլուխ 27-րդ համար։ Ինչ որ ձեզ ասում եմ խավարի մեջ, ասեք լույսի մեջ։ Եվ ինչ որ լսում եք շշուկով, քարոզեք տանիքների վրա։ Եվ մի վախեցեք նրանցից, ովքեր մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարողանում։ Այլ դուք հատկապես վախեցեք նրանից, ով կարող է թե հոգին եւ թե մարմինը կորստյան մատնել գեհենի մեջ։ Սիրելիներ, ինչ որ լսեք շշուկով բարձրաձայնեք եւ ինչ որ խավարի մեջ եք լսում տանիքների վրա բարձրաձայնեք։ Անշուշտ Տիրոջ խոսքը այս մասով վերաբերում է քարոզչությանը, վկայությանը։ Մենք շատ դեպքերում ագահի նման վերցնում ենք Տիրոջ խոսքը եւ մոռանում ենք այն փոխանցել ուրիշներին։ Արդյունքում ստացվում է, որ այն միայն մեզ համար էր։ Մենք լսեցինք խավարի մեջ կամ շշուկով, բայց առիթ չստեղծեցինք, որովհետեւ այն փոխանցենք տանիքների վրա կանգնած կամ հրապարակներում։ Սա չի նշանակում անշուշտ, որ յուրաքանչյուր մարդ պետք է ելնի եւ ասի, որ ինքը քարոզիչ է, բայց սա նշանակում է, որ պետք է Տիրոջ խոսքը իր արտահայտությունը ունենա արևի լույսի տակ։ Հետևաբար յուրաքանչյուր մեկս կոչված ենք այդ վկայությունը անելու։ Ինչու չենք անում? Որովհետև Տերը մի օրինակ է բերում, ասում է, որ մի վախեցեք նրանցից, ովքեր մարմինն են վնասում։ Երբեմն մենք չենք խոսում Տիրոջ խոսքի մասին, որովհետև մտածում ենք, որ վնաս ենք ստանալու, նյութական վնաս ենք ստանալու, ոչ միայն մարմնական, այլ նյութական։ Ինչ որ բանից կարող է զրկվենք, աշխատանքը կարող է լավ չլինի, աշխատանքի տերը կարող է մեզ չընդունի, երբ մենք Տիրոջից խոսենք։ Եվ այսպես շարունակ։ Եվ հիշեցնում են, որ առավել եւս պետք է վախենաք Աստծուց, որ թե ձեր մարմինների եւ թե ձեր հոգիների վրա իշխանություն ունի։ Հետևաբար, երբ Տեղը գալիս է մեր անձերով, մեր կյանքով, մեր գործով վկայելու մեր Տեր Հիսուս Քրիստոսին, պետք է հիշենք, որ մենք վկայում ենք Աստծո առջև եւ ոչ թե մարդկանց առջև։ Մենք մարդկանց մոտ խոսում ենք, բայց Աստծո աչքի առաջ է մեր վկայությունը։ Հետևաբար Աստված է եւ մեր Տերը, եւ Պաշտպանը, եւ մեր առաջնորդը, եւ մեր դատավորը։ Այնպես որ, սիրելիներս, լսեք Տիրոջ խոսքը, բայց եւ մի մոռացեք, որ վկայության անհրաժեշտություն կա։ Վկայեք Տիրոջը, որովհետև այդ վկայությունը ոչ միայն դիմացինի համար է, այլ նաև ձեզ համար, ձեր անձերի հաստատման համար։ Իսկ ես մաղթում եմ ձեզ, որ այսօր օրը անցկացնեք խաղաղության մեջ եւ կարողանաք Տիրոջ շնորհները լիարժեք օգտագործել ձեր հոգևոր, մարմնավոր պետքերի համար եւ ձեր հոգևոր կյանքի զորացման համար։ Բարի եւ խաղաղ օր բոլորիդ։ Աստված օրհնի ամենքիս։